Բարի վերադարձ, սիրելի ունկնդիր։ Դուք լսում եք, երբ գրքերն են փաստում հաղորդաշարը, եռանդուն փորձը հասկանալու, թե ինչու է կրթությունը յուրաքանչյուր տարի մեծագույն արժեքներից մեկը։ Մեր առաջին հաղորդման ժամանակ մենք խոսեցինք Դիքենսի «Դժվար ժամանակներ» վեպի մասին և տեսանք, թե ինչպես միայն փաստերի անգիր անելը սպանում է մտածողությունը։ Երկրորդ հաղորդումում Օլիվեր Թվիստի միջոցով քննարկեցինք կրթության մատչելիության խնդիրները։ Այսօր կանդրադառնանք Վիկտոր Հյուգոյի «Թշվառները» վեպին, իր դաժան ճշմարտություններով, տագնապներով և մարդասիրական պայքարով։ Այս վեպը մեզ ցույց կտա, որ անհատական լավ կամքը բավական չէ, երբ ամբողջ համակարգն է անարդար։ Իմ այսօրվա զրուցակիցը Գյումրու թիվ 25 դպրոցի 8-րդ դասարանի սովորող Ալեն Դավթյանն է։ Շնորհակալ եմ, որ նորից մեզ հետ ես։ Ես էլ եմ ուրախ, որ հաղորդաշարը շարունակվում է։ «Թշվառները» վեպը շատ զգացմունքային է։ 19-րդ դարի Ֆրանսիան լեցուն էր հացույթի, անարդարության և սոցիալական անհավասարության ամենածանր դրվագներով։ Վեպի գլխավոր հերոսը՝ Ժան Վալժանը, գողանում է ընդամենը մի հաց, որպեսզի փրկի քաղցից իր քրոջ երեխաներին, բայց այս մի հացը նրան արժենում է 19 տարվա տիրապարտության, 19 տարի սովի, աղքատության և անարդարության պատճառով։ Պատկերացնենք մի կարճ դրվագ վեպից։ Ժան Վալժանը կանգնած է դատավորի առաջ։ Ժան Վալժան, դուք մեղադրվում եք հաց գողանալու համար։ Ինչ կասեք ձեր արարքի մասին։ Պարոն դատավոր, քրոջս երեխաները քաղցից մեռնում էին։ Ես աշխատանք չէի գտնում և պարզապես մի հաց վերցրի, ընդամենը մի հաց։ Գողությունը գողություն է, օրենքը օրենք է, 5 տարի բանտ։ Բայց երեխաները, նրանք… Դատավճիռը վերջնական է։ Տարիներ անց Ժան Վալժանը փորձում է փախչել բանտից։ Յուրաքանչյուր փորձի համար ավելանում են տարիներ։ 5 տարին դառնում է 19։ Ազատվելուց հետո նա փորձում է վերափոխել իր կյանքը, աշխատել, օգնել, արժանապատիվ ապրել, բայց անընդհատ հետապնդվում է օրենքի անունից հանդես եկող անհաշտ ժավերի կողմից։ Նրա կյանքի ամեն քայլը դառնում է ճնշում, վախ և շարունակական փախուստ։ Վեպում առանձնահատուկ է նաև Գավրոշի կերպարը՝ փողոցում մեծացող, վառվող աչքերով տղա, որը Օլիվեր Թվիստի նման ապրում էր կյանքի դառը կողմում, առանց ընտանիքի, առանց տանիքի, առանց մանկության։ Գավրոշը շատ է տպավորվում։ Նա այնքան փոքր է, բայց այնքան համարձակ։ Նա երգում է փողոցներում, օգնում է մարդկանց, պատերազմում է բարիկադներին, բայց վերջում նա մահանում է դեռ պատանիչ դարձած։ Այո, և հենց դա է Հյուգոյի ուզած ասելիքը, երբ հասարակության մեջ կրթությունը և սոցիալական աջակցությունը բացակայում են, մարդիկ մղվում են հանցագործության, խավարի և հուսահատության։ Երեխաները մահանում են փողոցներում, փոխարենը դպրոցական գրքեր ունենալու։ Այդ դրվագները հիշեցնում են մեզ նաև մեր կարդացած Մուրացանի առաքյալ վիպակի սոցիալական իրականությունն։ Այո, Պետրոս Կամսարյանը եկավ գյուղ ուսուցիչ դառնալու, բայց երբ տեսավ գյուղի խավարը, աղքատությունը, անտարբերությունը, նա չդիմացավ և վերադարձավ քաղաք։ Ճիշտ է, հայ գյուղի ծանր աղքատ վիճակը Պետրոս Կամսարյանին ետ պահեց իր առաքելական մտադրություններից։ Նա կարոտում էր քաղաքային անվտանգությունը, իր ապահով սենյակային կյանքը։ Եվ երբ բախվեց գյուղի խավարին, աղքատությանը և մարդկանց կոտրվածությանը, հոգեբանորեն չդիմացավ և վերադարձավ դեպի իր հանգիստ աշխարհը։ Դա ցույց է տալիս մի կարևոր բան համակարգային խնդիրները անհատը չի կարող միայնակ լուծել։ Եկեք մի բան էլ քննարկենք։ Քեզ չի թվում, որ 21-րդ դարում ուսուցիչ լինելը նույնպես դժվար է, ինչու՞։ Այո, շատ դժվար է։ Սովորողների հետաքրքրությունն ընդհանուր առմամբ պակասել է։ Համացանցը դարձել է բոլորի սիրելին։ Ամեն ինչ արագ, հեշտ է, ու կրթությունը երբեմն չի հասցնում մրցել այդ արագության հետ։ Շատ երեխաների համար գիրքը գրավիչ չէ, որովհետև թվային աշխարհը շատ ավելի շողոքորթող է։ Ճիշտ ես նկատում, այսօր թվային տարրն ունի իր մեծ առավելությունները, բայց նաև իր լրիվ վտանգները։
Երբ ամեն ինչ մի հպումով հասանելի է, կրթության արժեքները երբեմն ստվերվում են։ Բայց հենց այստեղ են նման վեպերը կարևոր։ Թշվառները, Օլիվեր Թվիստը, Առաքյալը մեզ հնարավորություն են տալիս գնահատել մեր ունեցած կրթությունը, հասկանալ, որ մենք ապրում ենք մի իրականությունում, որտեղ դպրոցը հասանելի է, գիրքը մատչելի, ուսուցիչը կողքիդ։ Նման գրքերը հիշեցնում են, եթե կրթությունը չգնահատենք, վաղ ինքներս կդառնանք այն պատմությունների հերոսները, որոնցից այսօր խուսափում ենք։ Եվ հիմա, սիրելի ունկնդիր, մի հարց ձեզ. եթե այսօր Ժան Վալժանը կարողանար խոսել մեզ հետ 19-րդ դարից, ինչ կասեր մեր օրենի մասին, ինչ խորհուրդ կտար մեզ ապրող մի դարում, որտեղ կրթությունը հասանելի է, բայց երբեմն չի գնահատվում։ Մենք շարունակելի ենք, շուտով նորից կվերադառնանք մեկ այլ գրական դրվագով, մեկ այլ դարի դասերով և մի նոր հայացքով դեպի կրթության արժեքը։ Մնացեք մեզ հետ։